Հայաստանը գնալով կերպարանը փոխվում է։ Ու նրանք, ովքեր ասում են բան չի փոխվել, խորհուրդ եմ տալիս շրջել Հայաստանով, մանավանդ եղանակները տաքանում են, ու տեսնել, թե ինչքան բան է փոխվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչքան ճանապարհներ են կառուցվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչքան դպրոցներում մանկապարտեզներ են կառուցվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչքան զբոսայգիներ են կառուցվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչպիսի պաշտպանական ամրություններ են կառուցվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչպիսի սպառազինություններ է ձեռք բերվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչպիսի հիվանդանոցներ են կառուցվել ու վերակառուցվել։ Գնացեք ու տեսեք, թե ինչպիսի տներ են կառուցվել սահմանամերձ գյուղերում։ Գնացեք ու տեսեք, որ այդ մարդկանց մտքերում ու այդ տներում խաղաղություն կա։ Իսկ ժամանակին չկար։ Ժամանակին 1 տարի առաջ բազմաթիվ մարդիկ, եթե վիրահատության գումարի կարիք ունենային, չէին կարողանալու գտնել ու նստելու էին սպասեին։ Գնացեք ու այդ մարդկանց հարցրեք, իրենց կյանքում ինչ է փոխվել։ Ու կտեսնեք, որ մարդկանց կյանքում շատ բան է փոխվել, եւ հնարավոր չէ չնկատել այդ ամենը։ Դուք էլ մեկնաբանություններում գրեք, թե ինչ է փոխվել Հայաստանում եւ ինչն եք հատկապես դուք նկատել։ Հիշում եք, որ ասում էին Միացյալ Նահանգներին թրիպը պետք է միայն Իրանի հետ սահմանը վերահսկելու համար, որովհետև պատրաստվում է Իրանի հետ պատերազմի, իսկ Հայաստանի ընդհանրապես պետք չի, որովհետև ապաշրջափակում տեղի չի ունենալու, այդ ճանապարհը եղածա միայն Ադրբեջանի համար, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու համար, որևէ միջին միջանցք չի լինելու, որևէ ապաշրջափակում չի լինելու, աշխարհի այդ ճանապարհներից չի օգտվելու եւ այլն եւ այլն։ Հիմա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմում Խամենեին է սպանում, Այաթոլլահին սպանում է առանց որևէ ցամաքային գործողության ու առանց այդ 40 կիլոմետր սահմանը օգտագործել եւ ընդհանրապես որևէ սահման չօգտագործելով ու միաժամանակ տեսնում ենք, որ ամբողջ այդ օդային տրանսպորտը անցնում է այդ միջին միջանց կոչվածով Վրաստանով, Հայաստանով եւ Ադրբեջանով ամբողջ այս տարածաշրջանում Իրաքում, Իրանում, Աֆղանստանում եւ այլուր օդային սահմանները փակ են, Ռուսաստանի օդային սահմանները փակ է եւ բոլոր այդ ուղևորահոսքը եւ ընդհանրապես բեռնատար հոսքը օդային տեղի ունենում այս միջանցքով, որը այնուհետև գետնի վրա է նույն ձև արտացոլվելու, թրիպը դրա մասին է եւ տեսնում ենք, որ Ադրբեջանը դեռ չի օգտագործում Հայաստանի տարածքները իր էսկլավին միանալու, Նախիջևանին միանալու համար, սակայն Հայաստանը արդեն օգտվել է Ադրբեջանի ճանապարհից ու ապագայում էլ երբ որ այդ ենթակառուցվածքները կլինեն, այդ օդային ճանապարհը, որը հիմա օգտվում են ամբողջ աշխարհը այս միջանցքից, նաև ցամաքն են օգտագործելու եւ դա այո միջին միջանցքի մաս լինելու ու Հայաստանը թե տնտեսական օգուտներ է ստանալու, թե աշխարհաքաղաքական ու անվտանգային եւ ամբողջ աշխարհը շահագրգռված է լինելու այս տարածաշրջանի խաղաղությամբ, որովհետեւ ինչպես նշեցի, առևտրաշրջանառության, ուղևորաշրջանառության ամենակայուն, ամենաապահով միջանցքն է լինելու հաշվի առնելով նաև Իրանում հնարավոր տարբեր զարգացումներ, որ կարող են լինել, այնպես որ թրիպից Հայաստանը միանշանակ շահելու է թե տնտեսապես, թե քաղաքական իմաստով, թե նաև խաղաղության, անվտանգության իմաստով, տեսնում ենք, թե նեղուցները ինչքան բաներ են տալիս պետություններին, Թուրքիան ուզում է արհեստական նոր նեղուց Ստամբուլը կիսելով կառուցել, որպեսզի ինքը օգուտներ ստանա այդտեղից, իսկ մենք ունենք այդ միջանցքը, ցամաքային նեղուցը, որը ասում են, որ Հայաստանին ինչ պետք է, Հայաստանի ընդհանրապես Հայաստանի շահերից չի բխում եւ այլն եւ միայն թուրքերի ու ադրբեջանցիների համար ու Իրանին հետաքրքիր միայն Իրանի հետ հարաբերությունների կոնտեքստում, բայց ամենով փլուզվում են դիմության տարբեր նարատիվներ ու միաժամանակ քննադատություն կա, որ այսօրին երբ տարածաշրջանը վառվում է, Հայաստանի վարչապետը հանգիստ պատտվում է երկրով, ներքին քարոզարշավ է հայտարարել քարոզչություն իրականացնում, բնակիչների հետ է շփվում, պլոտ ու նարդի է խաղում, պերաշկի է ուտում, այո, վարչապետը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ բան է դրել, որ ժամանակին, որ այսօր կարողանա այդ հանգիստ խաղաղ դեմքով, խախանդ պատտվել երկրով ու պերաշկի ուտել։ Բայց չեք իմացել, սիրելի ընկերներ, պարզվում է դատախազությունը նախկին դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանից պահանջում է 35 շարժական եւ անշարժ գույքեր, ապօրինի կերպով ձեռք բերված, 1.2 միլիարդ դրամ եւ մի քանի ընկերություններում մասնակցություն։ Եվ հատկանշական է, որ բոլորովին վերջերս առնվազն վերջին 1 տարվա ընթացքում առավել հաճախ դպրոցաշինության, կրթության, ընդհանրապես եւ գիտության ոլորտը առավել հաճախ գուշակեք ովքեր էին թիրախավորում ազգային ժողովում եւ մանիպուլացնում ցանկացած բարեփոխում, թիրախավորում, վատատեսական
ելույթներ ունենում, առայն որ չի հաջողելու, օրինակ 300 դպրոցներ, 500 մանկապարտեզների ծրագիրը, կամ դանդաղում են տեմպերը, բայց չգիտես ինչու երբեք այդ падգամավորներին չտեսանք։ Մի օր իրենց լիազորությունների շրջանակներում այցելեին հիմնանորոգվող դպրոցներ եւ ցույց տային հանրությանն ի վերջո ինչ փուլում են գտնվում այդ դպրոցները, որոնց մասին այդքան մտահոգ խոսում էին։ Վստահ եմ գուշակեցիք, այո, նույն դաշնակցական падգամավորներ Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Գյուղեղյանը առավել հաճախ էին խոսում այս թեմաների մասին եւ հետաքրքիր զուգադիպությամբ հենց իրենց գաղափարակից ընկեր, ասեմ թե գործընկերը, նախկին կրթության նախարարը պարզվում է իր պաշտոնավարման տարիներին հասցրել է հմտորեն ապօրինի կերպով ձեռք բերել այն, ինչ ի սկզբանե նշեցի, շատ հատկանշական է։